Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube ալիքում ու այսօր նույնպես առանձնացրել ենք երկու աշխատություն, որոնք են Ռաֆու Խաչագովի հիշատակարանը, ըստ բոլորին քաչ հայտնի, եւ գուցե ոչ այդքան հայ հասարակության մեջ հայտնի Լեո Տաքսիլի Սրբազան ավազակավորչ, այլեն տենց է թարգմանվում։ Հեսա այսպես ավելի մանրամասն կանդրադառնանք, էլի արտաքնապես թվում է թե կապցիների հետ կապ չունեն, Լեո Տաքսիլը գրել է կաթոլիկ եկեղեցու դեմ, Աստվածաշնչի այդ պրիմիտիվ մեկնաբանությունների դեմ, պրիմիտիվ եւ բառացի այսպես ասած ընկալումների դեմ, իսկ Ռաֆու Խաչագովը իհարկե ոչի է, բայց ինձ թվում է մենք հեսա էլի փորձենք գտնել նրանց մեջ ընդհանուր կետերը եւ նաեւ փորձել հասկանալ թե մեր այսօրվա իրականության հետ ինչ առնչություն ունեն իրենք։ Բարև ձեզ, ես կուզեի մի քիչ Լևոնը շատ վեհ բաներից սկսեց, բայց էլի փորձեմ Լևոնին շարունակել, որ մի քանի օր առաջ Ռաֆու ծննդյան օրն էր, դրա համար մենք որոշեցինք իրականում Ռաֆուն էլ անդրադառնանք, ինքը շատ մեծ դեր է ունեցել մեր հայ ազգի ինքնագիտակցության ձևավորման մեջ, բայց արի վերադառնանք Լևոն ջան ներողություն, որ մի քիչ բան արեցինք վեհ տեղից արի գետնին վերադառնանք, ճիշտ ասած ինձ թվում էր Ստեփանակերտում Սուրբ Աստվածածնի Հովանու Մայր տաճարի ոչնչացումը պետքա ցնցում առաջացնի հայ հասարակության մեջ ու ինչ որ մարդկանց խոսակցությանը ինքը պետքա դա լինի եւ իշխանությունների եւ անդիմության հիմնական թեման դա պետքա լինի, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ մեր երկրում շատ մատների վրա հաշված մարդու է դա հետաքրքրում, դեռ հակառակը իշխանությունները ամեն կերպ ասում են ինչ գործ ունենք մենք դրա հետ։ Իրանք անգամ հայտարարեց, որ դա միջազգային օրակարգ, այսպես այդ հարցը չի, այսինքն սրապես հայտարարություն Լևոն հնարավոր չի պատկերացնել ու նաև այսպես առաջ ճակերտավոր եկեղեցու բարենորոքիչները, որոնք որ իրենց հայտարարել են, որ եկեղեցու բարենորոքիչ են ու իրենց նախընտրական ծրագրում դրել են կաթողիկոսի հեռացումը որպես ինչ որ հիմնական ծրագրի մաս։ Այդ մարդիկ որևէ տող գրած կա իրենց ծրագրում հայկական պատմամշակութային արժեքների պահպանությունը, որը որ ընդհանրապես քաղաքականության հետ, այսինքն դա բարոյական եւ ինչ ասեմ, մարդկային խնդիր է։ Ու այս սրա վրա մենք հիմա ասենց բարձր թեմաներից խոսում ենք, մենք ինչ կարող ենք լեգիտիմ այդ թեմաների մասին խոսելուց, եթե հողի վրա մեր մշակույթն ու մեր հոգևոր արժեքներն են ոչնչացվում։ Ու դու շատ լավ ես նկատել, որ այսպես կոչված խաղաղության օրակարգի ընթացքում այս 2 տարվա ընթացքում Արցախում ոչնչացվել է 1000-ից ավելի հայկական սրբավայր։ Մատուր, խաչկար, ամեն ինչ գերեզմանն էլ է, մատուրն էլ է, խաչկարն էլ ամեն ինչ եկեղեցի ու շարունակվում է այդ process-ը։ Ու եթե քո պետությունը որևէ գործողություն չի կատարում կանխելու կամ միջազգային ուշադրություն է, UNESCO կա, ինչ կան մարդկային կա, քրիստոնեական կառույցներ կան, ու դու պատկերացրա, որ կաթոլիկ որևէ եկեղեցի ոչնչանար այս ընթացքում, ինչքան էլ որ բան լիներ կամ ինչ որ մի բան լիներ քրիստոս ու ընդհանուր քո քրիստոնեությունը դու չես կապում որպես ամբողջ համաշխարհային քրիստոնեության մաս, որ կարողանաս որոշակիորեն պաշտպանված լինել։ Այս sense բան չկա, ավելարդ դրա հիմա դու քո թեմաներից արա, ես քաշեմ ավելի ներքև, հողին ավելի, չէ, դու շատ ճիշտ ես ասում, իրական հենց ոնց որ ասած այդ թեմային էլ գալու ենք, բայց երբ մենք քննարկում էինք, հա, ասենք Լեո Տաքսիլի գործը, Խաչագովը ու մեր այսօրվա իրականությունը, հենց մեխը կարելի ասել դրանում էր։ Տես, Լեո Տաքսիլը ընդհանրապես ինքը բավական հակասական կերպար է իր այս աշխատությունը մեծ քննադատության արժանացել, որովհետև ինքը այսպես ասած ինչ-որ սարկազմով, ձեռառնելով, որը մեծ հաշվով գուցե կարելի է ինչ-որ տրամաբանություն այսպես ընտրել, բայց նաև որոշակի սուբյեկտիվիզմ կա։ Նախ ինքը փորձում է այսպես ասած այն ինչը իմիջիալոց այդտեղ պետք է իր հետ համաձայնվել, որ Աստվածաշնչում գրված այդ տեքստերը ուղղակիորեն մեկնաբանելը
առնվազն տրամաբանական չի էլի կամ Դե, հիմա մենք 6 օրում արարեց, չգիտեմ, մենք էլ մարդիկ ունենք, որոնք որ էլի մեր ղեկավարը հենց որ ինքը վերցնում է մի հատ հատված Աստվածաշնչից ու դա ներկայացնում է բացարձակ ճշմարտություն։ Ինքը բացարձակ ոչ միայն ինքը իր ընդդիմախոսներին ոչնչացնելու համար այդ հատվածը կտրված է։ Տրամաբանությունից անկախ ինքը ուրիշներին ոչ ինքը մի բան ասում որ վերջ, այսինքն դա է։ Աստվածաշնչում դա գրված է, ուրեմն վերջ, հա։ Ու դες դու շատ լավ նշեցիր հենց այդ կաթոլիկ եկեղեցու մասին, հենց տաքսիլը խոսում է կաթոլիկ եկեղեցու մասին, հա, նաև ընդ որում որ եկեղեցին օգտագործել է, այսպես ասած, այդ աստվածաշնչյան դոգմաները մարդկանց կառավարելու համար, բայց այստեղ ինչ էր մեր քննարկման արդյունքում ինչին մենք եկանք, որ հայ առաքելական եկեղեցին դրանից զուրկ է եղել եւ ընդհակառակը։ Եթե օրինակ կաթոլիկ եկեղեցում օրինակ բազմաթիվ են այդ կրոնի դեմ գիտության դեմ պատերազմը, հա, օրինակ Գալիլեո Գալիլեի կամ Ջորդանո Բրունոյի օրինակները, եթե շատ են, չգիտեմ, կանանց այդ վառելու որպես վհուկներ նմանատիպությանը դեմ որևէ բան, ավելի առնվազն հեթանոսությունից հետո, արի հետի շեշտենք, որովհետև այդ ընթացքում եղել են մեր եկեղեցու կողմից հետոնաղացական տաճարները, բայց դրանից հետո վերջին 1500 տարվա ընթացքում մեր եկեղեցին իր այսպես ասած իր հակառակորդներին ինքը ոչնչացնելու որևէ ռադիցիա չի ունեցել։ Հակառակը եկեղեցին եկեղեցին բազմաթիվ հեթանոսական այդ չեմ ավանդույթներ չէ վերցրել։ Ավանդույթները վերցրել է, հա, բայց էլի ինքը չի փորձել է գիտությունը ոչնչացնել, տրամաբանությունը ոչնչացնել, իր ընդդիմախոսներին բանանել ոչնչացնել։ Ու ամենակարևորը այդ նույն այդ 1500 տարվա մեջ, որի մեծ մասը մենք պետականություն չենք ունեցել, հենց հայ ազգի այսպես ասած հոգևոր քաղաքական մշակութային կենտրոնը այդ ողջ ֆունկցիան ինքը վերցրել է եկեղեցին իրականացրել։ Ու սա որևէ չափազանցություն չի, որ եթե հայ առաքելական եկեղեցին չլիներ, ապա ինձ թվում է հայ ազգը որպես քաղաքական ինքնություն այսօր վաղուց արդեն չէր լինի։ Հիմա դες մենք համեմատություններ ենք անցկացնում, հա, որ կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ մինուսներ է ունեցել, բայց արի մի պահ պատկերացնենք, որ իշխում այդ բարենորոքիչ հայտնվի, փորձի Հռոմի պապին փոխել։ Կամ աշխարհի մի կետում մի հատ ինչ-որ կաթոլիկ սրբավայրի կամ եկեղեցու, մատուրի, խաչքարի, ընդ որում անգամ բան է, վերջերս գրիչես, որ իսրայելացի զինվորը Հիսուսի արձանի բախտությունից հետո պաշտոնապես ներողություն խնդրեցին։ Իսրայելը, որ եւ այդ հայազգը, այսպես ասած, որ փորձել է տարբեր կերպ ոնց ասենք, այդ քրիստոնեության հանդեպ առնվազն ոչ տոլերանտ վերաբերմունք ունեցել, անգամ իրենք ներողություն են խնդրում, որովհետեւ հասկանում են, որ կան կարմիր գծեր, որոնք հատել չի կարելի։ Իսկ այսպես ասած, խաղաղության հռչակված պետության մեջ, որ այդ կարմիր գծերն չեն հաշվի առնում, որովհետեւ կարմիր գիծ ընտրություններից 2 ամիս առաջ Ալիևը կարող էր, չէ, համբերել ենթադրենք իր չարագործությունները ինչ որ 3 ամիս, բայց ինքը թքած ունի, ինքը վստահ է, որ դա Հայաստանում ինքը մարդիկ ունի, որոնք կարդարացնեն դա։ Ինքը պատվիրակներ ունի, որոնք որ կարդարացնեն այդ ամենը։ Այստեղ դու արդեն գալիս ես Խաչագովի հիշատակարանը։ Հիմա Խաչագովի հիշատակարանը Պետրոսներն են։ Խավոր Պետրոս ինքը տարբեր կերպարներ կան Խաչագովում, իրականում հիմնական իմաստը, որ ուզում ենք ասել, որ երբ որ ճնշումներ են անում, այդ պայքարի ոգին ազատականության է բերում, կարա հեղափոխության էլ բերի, բայց Խավոր Պետրոսի կերպարը ինչի է ամենացայտունը այս վեպի մեջ, որովհետև միակ կերպարն է, որը ինքը ասում է ցանկացած իշխանության, ցանկացած երևույթի ժամանակ ինչ էլ ուզում է լինի։ Ինքը կարող է հարմարվել այդ վիճակների մեջ։ Կապ չունի ղեկավարը կլինի ֆաշիստ, կոմունիստ, լիբերալ, մահմեդական կամ թշնամու երկրի ղեկավարը ինքը պատրաստ է դրան ծառայելու։ Ու այդ ծառայող հասարակությունները ձևավորելը հիմա դրան է գնում Խաչագովի բանը, բայց այնտեղ Խաչագովին մարդիկ կան, որոնք որ պայքարում են, այսինքն նույն ձևի ներկայացումը կերպարներ, որ ինքը այդ նույն Խաչագովությանը զբաղվում, հանուն ինչ-որ վեհ գաղափարի, բայց Խավոր Պետրոսի կերպարը ինչու՞ն է, որ տարբերվում մնացած կերպարներից, որ ինքը կարմիր գծերն է հատել։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր բան կա, զուգահեռներ կան։ Այստեղ ոչ թե մենք քննարկում ենք մարդիկ, որ այս գաղափարը կրող կամ այն գաղափարը կրողների մասին, այլ այստեղ հասարակությունը բաժանվել է 2 մասի։ Այն մարդիկ, ովքեր որ
պատրաստ են կարմիր գծերը հատել, թե այն մարդիկ, որ պատրաստ չեն այդ կարմիր գծերը հատել։ Հիմա զարմանալիորեն հիմա մենք երբևիցե դաշնակցական գաղափարախոսությամբ չենք բաները, բայց նույն դաշնակցության մեջ կարմիր գծեր կան, նույն ռամկավարների, հնչակյանների, ՀՇ-ի, կոնգրեսի, բոլորի մեջ կա, այսինքն բայց հասարակության մեջ մի մասսա կա, որոնց համար այդ կարմիր գիծ գոյություն չունի։ Ու դրա համար եմ ասում ես այսօրվա դրությամբ պետք է որ Պետրոսը զարմանալիորեն ինքը ամեն վարքյան շնչում է, որ ինքը պատրաստ է ցանկացած վիճակում ցանկացած սրբապատկություն արդարացնել։ Ցանկացած լինի մայր տաճարը ոչնչացնելը, լինի ինչ ասեմ, քո ինքնության հանդեպ ինչ որ վիրավորանք ազգային արժանապատվության։ Ինքը խնդիր չունի։ Ինքը այդ ամեն ինչը կարողանա սվաղել։ Ընդ որում, գիտես, ըստեղ ինչն է հետաքրքիր, այդ ամեն ինչը, այսպես ասած, մեր օրյա խավոր Պետրոսները, հա, ովքեր փորձում են նույնիսկ ասենք Ստեփանակերտի եկեղեցու այդ ոչնչացումը միջազգային օրակարգ չբերել կամ բազմաթիվ այլ թեմաներով, դրանք այսպես ասած փաթեթավորում են խաղաղության օրակարգով։ Բայց ինչ խաղաղության օրակարգի կամ ինչ խաղաղության հաստատման մասին է խոսք գնում, եթե Բաքվում գերիներ մենք ունենք, եթե քո եկեղեցին ոչնչացվում է, եթե Ադրբեջանը իրոք մտադրություն ունի Հայաստանի հետ հաստատել խաղաղություն եւ որպես հարևաններ նորմալ ապրեն։ Ինչ կարիք կա ոչնչացնել այդ եկեղեցին։ Որտեղ է դա տեղավորվում խաղաղասի անոնց անել, որ մենք արձանը որ ոչնչացնել, այսինքն ինքը անոնց ու էդի զուգահեռ անցկացնել մի հատ ինչ ասեն դրոշ վառելու հետ ու նույն այսինքն դրոշը վառեցին ինքը որևէ բան հա վիրավորական է մենք երբևիցե չենք բանանում քաջալերում տենց քայլերը բայց իրար նույն նժարին դնես հուշակոթով խանգարել է սրբավայրը ոչնչացնելը մի հատ բանի էսի բանը ու հետաքրքիր էլի որ Խաչագովին վերադառնանք ինքը ինչ է ասվում որ միջավայրն է ձևավորում մարդուն ու ցավոք սրտի Հայաստանում այն միջավայրն է որ հիմա ինչ մարդ է ձևավորվում որ ինքը պատրաստ է հանուն մի կտոր հացի ինքը հերթ կանել ու ինքը կամ ձերի համերգի հանուն ձերի համերգի ինքը պատրաստ է ամեն ինչ մոռանալ ասի հիմա դեռ մի հատ պայմանական մի հատ բան ասենք ավելավա թող մի քիչ բան սրվի պայմանական եթե Ալիևի փողերով հիմա ինքը կառավարությունը ասում է որ մենք կապ չունենք ինչ որ Ալիևի փողերով ստեղ համաշխարհային ամենաբարձր աստղերին կազմակերպեն արդյոք այդ նույն քանակի ու դրանից ավելի շատ մարդ չի հավաքվի հրապարակում թե մարդիկ կասեն չէ այդ նույնը ինչից է գալիս եթե զուգահեռ հասկացնում եթե մարդը բենզին է վերցնում նույն Ադրբեջանից եկող ինքը ինչ խնդիր ունի ում փողերն ու որևէ մեկը չի հետաքրքրվում ինչ փողերով է կազմակերպել դա այդ ակցիան հիմա բան են անում այսինքն ասում են ձրի ու սարսափելի այդ ձրիության բանը շատ տահաճեր գիտես ինչ պահով որ այդ մարդիկ լցվել էին այդ խորոված ուտելու այդ ձրիության համար որ ամենից նույն համերգիներ էին եկել հիասթափվել էին որ հիասթափությունը որ ձրի չի եղել ու հիմա դու պատկերացրու այդ համերգը եթե ձրի չլներ կամ այսինքն այդ ինչ կապ ունի քո օրակարգի հետ երկրի օրակարգի հետ ինչ են ուզում սրանով անել այսինքն ինչ են անում բոլորին խավոր պետությունների հասարակություն են ուզում ստեղծեն այո բայց ել եմ ասում այդ նման հասարակությունը դատապարտված է կործանման որովհետև դες այսօր իշխանություններին շատ արդարացիորեն տարբեր անհատներ եւ տարբեր ժանրեր մեղադրել են իզմերի բացակայության մեջ, հա? Այսինքն մենք ասում ենք այդ կարմիր գծերի բացակայությունը, այսինքն իրենք պատրաստ են հարմարվել ցանկացած իրավիճակի։ Եղել են ամենաթունդ ոչ մի թիզականները, հետո պատերազմի օրերին էլի հակաթուրքական ընդորում Սևրի պայմանագիր հիշեցնելով, այդ հակաթուրքական դաշինքին միանալով ու մեկ էլ անցել է 1, 2, 3 տարի, ինչ որ տես 100 դաշնանով փոխվել են այդ մարդը։ Հիմա առաջանում է տրամաբանական հարց։ Եթե մարդը պատրաստ է 180 աստիճան փոխել իր տեսակետը ու որևէ պատասխանատվություն դրա համար չկրել, հա, որովհետև օրինակ կարող է մարդը ասել, գիտեք ինչ կա ժողովուրդ, ես սխալվել եմ, գնում եմ։ Համարային որ նորմալ է, Ճապոնիայում երբ որ ասենք վարչապետը չի կատարվի նախընտրական ծրագրի ինչ որ խոստումներ են հրաժարական են տալիս, դա նորմալ է։
Բայց այստեղ հարցը հետևյալն է, որտեղ է վստահությունը, որ օրինակ եւս 2 տարի հետո տեղի չունենա մի հատ մեկ այլ այսպես ասած աշխարհակահական իրադարձություն, ու այս մարդիկ էլի 180-ով մեկ այլ հարցում չեն փոխի իրենց տեսակետը։ Այսինքն իրենք կորցնում են կանխատեսելիությունը։ Մենք այսօր օրինակ այսօր սկսել են եկեղեցու դեմ պայքար, կարող է մեկ էլ կամ բանի օրինակն է շատ լավը դիրադավներից Նավասարդ Կեճոյանի, հա, որ ինքը այսպես ասած Բենֆիդերով Նավասարդ Կեճոյանն էր, մեկ էլ մի օրում դարձավ բան, այսպես ասած վարչապետի սրտի հոգևորականը։ Հիմա մեկ այլ օրինակ բան է, պատասխանը Պետրոս Ղազարյանը մի օրում դարձավ Նատաշան դարձավ հարերի տիպիկ մդեմք, այսինքն ինքը քամտի չունի որևէ բանը։ Մինչ իշխանության գալ իրանք էլի ՀԱՊԿ-ի դեմ, ԵԱՏՄ-ի դեմ, Ռուսաստանի դեմ ծայրահեղ, այսպես քննադատական խոսք, հետո սկզբնական շրջանում իշխանության որոշակի ինչ-որ փափկություն, հետո էլի ծայրահեղական խոսք, հիմա մեկ էլ վերջին Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո մեկ էլ ընդ որում ախր դրանից հետ լավ է նկատվում ողջ այդ ԿՊԱ-ական այսպես ասած այդ քարոզչական գունդը մեկ էլ սկսում է որ ԵԱՏՄ-ում այսպիսի հաջողություններ են արձանագրել, ԵԱՏՄ-ի հետ ամենամեծ առևտրաշրջանառությունը մեր իշխանությունների օրոք է եղել, ամենամեծ ձեռքբերումները մեր իշխանության օրոք են եղել, այսինքն մարդիկ, ովքեր ուղղակի այս ռոպեական շահի հետևից են գնում։ Ես հիմա եթե մի քիչ էլ փորձենք կապել բանի հետ, դու եթե մարդը այդքան ինքնասիրությանը վիրավորող երևույթ է ենթադրենք կաթողիկոսի երեխա ունենալը, դու երբևէ լսել ես որևէ դատապարտող հայտարարություն կաթոլիկ եկեղեցու այդ մանկապարտությունների դեմ մեր իշխանությունների կողմից որևէ անգամ կամ Հռոմի Պապի հետ կապված Հռոմի Պապը ամեն օր ինքը տեսնում ես ինչ հակամարտության մեջ է բանի Թրամփի հետ այդ մի հատ ինքը բառ դու լսել ես կաթոլիկ եկեղեցու դեմ կամ մենք արդեն ասացինք ենթադրենք հիմա Ադրբեջանից վախենում են հայկական սրբավայրերի ոչնչացման համար տար բառ չեն ասում, այսինքն քարդերությունը։ Իսկ կաբերավ էդի մի կողմ դնենք, մարդը ենթադրենք հայ չէ, վախը բռնել է Ալիևը, բայց հիմա այստեղ կաթոլիկների համամարտկային արժեքների դեմ ինչ որ գործողություն եթե լինում է, կամ լսեցիք Լիբանանի հերյաների կողմից, Իսրայելի կողմից նույն քրիստոնեական սրբավայրերի մրցման ժամանակ մեր իշխանությունների կողմից որևէ հայտարարություն։ Այսինքն ինչ է, միայն մի թիրախնդեր չէ, այդտեղ նշանակում մեկ թիրախ, մեկ անձ, ու նշանակում է ոչ մի արժեքային խնդիր չկա, այստեղ լրիվ ուրիշ խնդիր է, որ փորձել այսպես ասած իր հակառակորդներին կամ դիմադրողականության օջախները ոչնչացնել։ Կամ էլ ուրիշ երկրի պատվերը։ Հենց այդ է, ես ուզում եմ ասել, որ եթե ի սկզբանե այսպես ասած առաջին շղարշը թվում է թե ուղղակի դիմադրության օջախ ոչնչացնելն է, մի փոքր ավելի խորանալը ու հենց այս տրամաբանության մեջ, հա, ավելի եթե մի քիչ խորանում ենք, մենք հասկանում ենք, որ ընդհակառակը սա հենց պատվեր է, որովհետև վերադառնանք ամենասկզբին, եկեղեցու բարենորոքիչը գոնե պետք է առնվազն, ուրիշ ոչ մի բան չեմ ասում, առնվազն պետք է դատապարտի եկեղեցու շենքի քանդումը հարևան պետության կողմից։ Եթե դա չկա, նշանակում է սա եկեղեցու բարենորոգման հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի։ Բայց ուրիշ բանն է, դու Ադրբեջանի ԱԳՆ-ն Թուրքիայի դրոշը վառելու համար ինքը դատապարտող հայտարարություն արեց։ Դու քո ԱԳՆ-ն ընդհանրապես որևէ բառ չի խոսեցել այդ սրբավայրերի ոչնչացման համար։ Այս sense բան, ինչ ասեմ, աշխարհում երկրորդ երկիրը ասա, որ հայտարարել է եկեղեցու բարենորոգում ու ինքը եկեղեցու ոչնչացման համար ոչ մի բան չի ասում։ Ոնց որ գիտես, այդ մասն էր շատ հետաքրքիր, որ Թուրքիայի դրոշը վառելու համար Ադրբեջանի ԱԳՆ-ն է դատապարտում։ Ես փորձեցի սա կապել, գիտես, մենք խոսում ենք այդ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում, սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բայց ինձ թվում է Թուրքիան այլևս մեզ որպես գործոն կամ սուբյեկտ չի ընկալում։ Այն աստիճանի ցածր է ինքը մեզ ընկալում, որ անգամ իր բերանով, իր ԱԳՆ-ի մակարդակով չի ասում։ Այսինքն այնտեղ կա մի հատ, չգիտեմ, կուրատոր անվանենք, թե տեր անվանենք, ինչ-որ թե վերադաս անվանենք, ինչ-որ խնդրում եմ, որ վերադաս է, այսպես ասած, մեր վերադասը, վերնասելով Հայաստանի, հա, վերադաս այդ հայտարարությունը անի։ Այսինքն, այստեղ արդեն ասիմետրիա է գալիս, շատ լուրջ մակարդակի։ Եթե հարևան երկրի դրոշը վառելու համար անգամ այդ երկիրը քեզ չի դատապարտում,
այլ ինչ որ մեկին է հանձնարարում։ Այսքանից հետո ակնկալել այդ հարաբերությունների վերականգնում հավասար մակարդակով ուղղակի ռոմանտիզմի ժանրից է։ Իսկ սա մենք վերադառնում ենք այն կետին, ինչի մասին մենք խոսել էինք, որ երբ այդ ազգային արժանապատվությունը մենք իջեցնում ենք հանուն խաղաղության, նշաձողը իջեցնում ենք հանուն խաղաղության, քո դիմացինը երբեք քեզ դրա համար չի հարգի, երբեք չի ասի հալալա ինչ որ կամ չգիտեմ, մալադեց ապրի գնաց դժվար զիջումների։ Ոչ, դու իր աչքին ընկնում ես, դու որպես անհատ, որպես պետություն, որպես հասարակություն, որպես ազգ, ժողովուրդ փորձնում ես քո բարոյական նկարագիրը։ Դու երբ ես յուրայիններ ձեռք բերում Լևոն ջան, երբ որ դու ինքդ քեզ կարողանում ես հիմա նույն այլ եկեղեցիներ, քույր եկեղեցիներ, տարբեր նույն մահմեդականներ կան, որոնք որ իրենց համար կարևոր գիծ է։ Եթե դու քո պետությունը չի պաշտպանում, դու ոնց կարող ես դիմել ուրիշի ակնկալես, որ ինչ որ դատապարտող հայտարարություններ անել։ Եթե դու ինքդ քո շահերը չես պաշտպանում, այսինքն այն մարդը, որ ինքը իր շահը չի պաշտպանում, հետո այդ մի անգամ էլի խոսել ենք, որ ասում ենք մարդը ինքը իր Արցախը Ադրբեջանի մեջ մասը ճանաչում, բայց ասում է բանը Պուտինը երկու անգամ ասել էր Ադրբեջանի մասը կամ բանը ինչ ասեն Տոկաևը հայտարարել էր, որ Ադրբեջանում լավ ծիրան է աճում։ Այսինքն եթե դու ինքդ քո ինքնությունը չես պահում, ոչ ինչ ես ակնկալում։ Կապ չունի Պուտինը, Մակրոնը, ես շատ գիտեմ ինչ ասեմ, Միտերանա, դու սրան ենք ասել, որ մենք մեր ինքնությունը պետքա մենք փորձենք մի քանի հարց պետքա լուծենք, այսինքն մենք պետքա նախ մեր իշխանություններին կարողանանք ստիպենք, որ մեր արժեքները պահեն, հետո նոր ուրիշներին, որ չոչնչացնեն։ Ես այս մասով գիտես ինչ կուզեի քո բիտկոին շարունակել, որ այդ իշխանական այսպես լատենտ շրջակիցներ կան քարոշչա մեքենա կա, ովքեր օրինակ ասում են Արցախը հանձնեց Ռուսաստանը, որովհետև ռուս խաղապահներն էին, չէ՞, այնտեղ։ Երբ դու փորձում ես այդ թեմայով մեր իշխանությունների հանդեպ ինչ-որ քննադատություն, միանգամից քեզ պիտակավորում են, որ այ գնացեք, օրինակ ռուսներից կամ խի Պուտինին դա չեք ասում։ Քեր, որովհետև թիվ 1 պայմաններն է, որ մենք Պուտինին չենք ընտրել։ Ինքը Հայաստանի ղեկավարը չի եւ Հայաստանի քաղաքացիների հարկերով չի իր աշխատավարձ եմ ասած գործունեությունը ձևավորվում։ Այսինքն սա էլի հերթական քարոզչական հնարքն է, որ մեր իշխանությունների վրա սլաքները թեքել, դա կլինի Պուտինը, կլինի Տրամպը, կլինի Մակրոնը, ուզմալի, մենք այդ մարդկանցից որևէ ակնկալիք չունենք, որովհետև իրենք օտար են։ Ես օտարից ինչ պահանջես, քեզ ուրիշ բան ասեմ, բայց ով է խնդրել, որ հապահները գային։ Այդ են մոռանում։ Ով խնդրեց որ գա, այսինքն դու ես խնդրել որ գա, այսինքն հիմա ով է հանձնել։ Դե այստեղ գիտես ինչ կա, ես չեմ ուզում ռոմանտիզմի դաշտում մեջ մտնեմ, որ միջազգային խաղապահներ ԱՄՆ, Ֆրանսիա ոչ մի բան չի լինել, բոլորը էլ հասկանում են, որ առնվազն 20 թվականի դրությամբ, ամիջ ռուս-ուկրաինական 22-ի կոնֆլիկտը, տարածաշրջանում մենակ մեկ ուժ կարող էր այսպես ասած վճռորոշ լինել, դա Ռուսաստանն էր, սա հիմա կանվանեն պրոռուսական, ինչ ուզում են թող անվանեն, բայց դա իրականությունն է, դա ռեալ պոլիտիկն է։ Հիմա 20 թվականի այդ պատերազմի արդյունքում ցանկացած դեպքում գալու է ռուսական խաղապահ ուժերը, եթե այսպես խաղապահների գաղափարը կյանքի էր կոչվել։ Բայց թե միջևէ, թե դրանից հետո թե այդ բանին մենք Ռուսաստանի հանդեպ որևէ ակնկալիք, այլ մեր դաշնակիցներն էին դավաճանեցին բան, լավ սկսենք, դուք ինչ արեցիք։ Ռուսաստանի հանդեպ որպես պետություն մեղադրանք կարող են ճշտել, այո, Հայաստանի իշխանությունները, պետատետ հանդիպման ժամանակ ագնեն մակարդակներով ինչ որ քննարկումներ ժամանակ, բայց հանրային դաշտում փորձել իշխանություններին այսպես լվալ այդ մեղքը իրանց վրայից այդ սլաքները թեքելով Ռուսաստանի, Ամերիկայի, Ֆրանսիայի կամ մեկ այլ դեպքերի վրա հիմա արդեն Ռուսաստան չկա, քեզ ինչ է ստիպում դատապարտես եկեղեցու քանդելը, քեզ ինչ է ստիպում, հիմա Ռուսաստան չկա, ոչ մեկը չկա, հիմա եթե դաժան բան ասեմ, մի քանի տեղ բանում ստատուսներում կա, որ ասացին Էրդողանի ու Պուտինի ցեղասպանության դատապարտող հայտարարությունը ավելի ուժեղ էր, քան թե մեր իշխանություններինը։ Հիմա այդ մարդիկ ավելի բարձր են խոսում մեր մշակութային, Ֆրանսիան ավելի բարձր է խոսում մեր մշակութային արժեքների ոչնչացման, իսկ Հայաստանում արգելված է դրա։ Այսինքն եթե մարդուն կարողում են ցեղասպանության թանգարանի տնօրենին անում են, շփոթում են դուրս, հետո հիմա էլ մի քանի հոգի ազատել են աշխատանքից, որ ինչի համար, որ կապիտալի այցը ծերրակաբեր ռուսաբանել են դրել են։ Այսինքն դու հենց ինչ աբսուրդի է հասել։ Այսի հիմա ով ուզում է լինի, թող ինձ ապացուցի, ասի որ գիտեք ինչ կա, այսի եկեղեցու բարենորոգում չէ, սա ինչ որ մեկի պատվերը չի։
Այսինքն ինչ է լինում, որ մարդիկ կամ տրամաբանության կամ բարոյականության են խնդիրներ։ Ինչ է լինում, այսինքն դրանից ինչ է լինում, որ ցույց տան, որ ի թիվս այլ մարդկանց եկել է ինչ որ նաև քո երկրի կաթողիկոսը կամ դու կաթողիկոս չես համարում, ինչ որ մարդ է եկել։ Այսինքն այդ հատվածը դնելու համար մարդ է գոտից ազատում, որովհետեւ լրիվ ուրիշ որակի մեջ ենք ու թող համատություն չանեն կաթոլիկ եկեղեցու հետ կամ բան։ Ես կերազեի, որ այդ խաչակողների ժամանակը վերադառնար, որ մարդիկ գոնե ինչ որ պայքարի ոգի ունեին, ինչ որ հանուն ինչ որ նպատակի, բայց եկել է խաչակողից առանձնացել են մի հատ բացասական այսպես ասած այդ որտեղ խտացված այդ բոլոր բացասական գծերը։ Շնորհակալ ենք այսօրվա համար, հույս ունենք մի քիչ մարդիկ կփորձեն իրենց էլ նայել ու հասկանալ, որ զատել բարենորոքիչներին քանդողներից։ Միանշանակ։ Շնորհակալ ենք շատ։ Հաջողություն։